Հիմա իրանք թվեր են ներկայացնում, որը օրական 200-250 հազար ուղևորահոսքի մասին է վկայում, իսկ դա խոսում է այն մասին, որ ստվերը կրկին մնում է 50 եւ ավելի տոկոս։ Այս պահին մենք ուզում ենք տեղեկացնել նաեւ մեր քաղաքացիներին, որ հետևեն ազգային ժողովի քննարկումներին, մենք կոչ ենք անում ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի նրանք այս հարցը նույնպես հանրայնացնեն։ Այսօր, եթե չեմ սխալվում, տեղի է ունենալու ազգային ժողովում հանձնաժողովի նիստը, համաձայն որի քննարկվելու է այդ 15000 տուգանքի եւ տեղական վճար դարձնելու հարցը, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ Հիշում եք 18 թվականին ինքը ասում էր հայկական ագորայում կքննարկվեն հարցերը եւ որոշումներ կկայացվեն, այդ հրապարակում այդ դեմագոգիկ ելույթը որ ունենում էր, ինքը փաստացի հայկական ագորային ասում է ոչ, այսինքն հանրաքվեի ճանապարհը փակում է եւ դրանով իսկ ընդունում է, որ ինքը տարեկան 25-30 միլիոն դոլարի տրանսպորտի ոլորտում միայն այդ թալանի հիմնական շահառուն է։ Երկրորդ այս թալանը հենց ինքն է որոշում կայացրել, որ պետք է կյանքի կոչվի 150 դրամով, եւ երրորդը հունվարից իրանք արդեն ավելի լկտիանալու են, գնալու են նոր թանկացումների։ Օրինական ճանապարհները փակված են, սա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ։ Մենք քաղաքային եւ համապետական մակարդակով գտնում ենք, որ պետք է լինի իշխանափոխություն, որ օրինակ մասնավորապես այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք, կյանքի կոչվի, այլ տարբերակներ չեն թողնում այս իշխանությունները եւ սրանով իսկ այն մարդիկ հասարակության այն հատվածը, որը կարծում էր, որ առանձին վերցրած խնդիրները կարելի է լուծել, այսպես ասած, չքաղաքականացնելով հարցը, խնդիրի իշխանափոխության մակարդակի չհասցնելով, հիմա իրենք էլ կարող են համոզվել, որ նույնիսկ այս հարցերում Նիկոլ Փաշինյանը հետ քայլ չի անում եւ միայն քաղաքական փոփոխություններով հնարավոր հասնել նաեւ այս սոցիալական խնդիրների լուծմանը։ Շնորհակալություն։ Պարոն Թևանյան, լավ, մարդիկ այդ իրավագիտակցություն ունեն, որ ինչ է կատարվելու ազգային ժողովում, չգիտեմ, կամ իրենք, որ ստորագրահավաքի միացել են, այլևս դա, այսպես ասած, դեմը պատնեշ է դնում ղեկավարությունը երկրի, մարդկանց ոնց պետք է բացատրել, որովհետև արդեն մարդիկ էլ են կարծես թե համակերպել են մտքի հետ, որ 150 դրամով վերջ իշխանությունների հետ երկխոսությունը, այսպես ասած, անիմաստ է։ Տեսեք, այդ համակերպվել, որ դուք ասում եք, դա մասամբ է։ Նախ եթե համակերպված լինեին, իրանք այդ նախագիծը չէին բերի, որ 15000 դրամով տուգանային։ Շատ պարզ տրամաբանություն կա։ Մարդկանց իրավագիտակցությունը եւ իրենց սոցիալական խնդիրների պաշտպանվածության հարցը բավական լուրջ մակարդակի է եւ իրանք բոյկոտում էին։ Այդ բոյկոտի դեմ են բերել։ Ինչ վերաբերում է 17000 ստորագրությանը, 17000 ստորագրությունը չի կորել, այդ հարցը մտել է ավականին։ Ավականիում իրենք փախել են 17000 ստորագրությամբ նախագծի քննարկումից, դրանով իսկ եւս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր այն փաստարկները, որ մենք ներկայացնում ենք տրանսպորտի գնի հետ կապված, դրանք ճիշտ են, իրենք հակափաստարկ չունեն, դրա համար էլ ասենք չմտան բովանդակային քննարկման դաշտ եւ հիմա այս ճեպազրույցն էլ միտված է նրան, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում եւ իրենք փակում են փաստացի օրինական բոլոր ճանապարհները։ Եթե մինչ այս օրենսդրությամբ մենք արդեն պատրաստվում ենք գնալ 10% ստորագրության հավաքման ճանապարհով, հիմա իրենք ասում են, չէ, այդ հարցը չի կարող դառնալ հանրաքվեի առարկա։ Շատ լավ, ուրեմն նախ քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ եւ առնվազն Երևանում արդեն հենց հիմա պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Իրենք վախենում են դրանից, Փարաքյարի, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչի են վախենում։ Իրենք զրո են, առանց վարչական ռեսուրսի առավելագույնը կարող են հավաքել 10%, այդ առումով իշխանությանը կարելի ասել զրո, որովհետեւ ցանկացած նույնիսկ Թուրքի իշխանությունն եկա, չնայած հիմա էլ է այդպեսի, բայց այդ իշխանությունը որպես կանոն 10% ունենում է։ Հիմա դրանից ավելի իրանք չունեն։ Գյումրի Փարաքյարը ցույց տվեց, որ 20-25% վարչական ռեսուրս են կիրառում։ Հիմա նույնը Երևանում է, իրենք վախենում են դրանից, դրա համար էլ չեն խուսափում են արտահերթ ընտրություններից Երևանում։